Տիկին Մանասյան, դուք ինչպես կգնահատեք իրավապահների աշխատանքը, թեև գուցե հիմա ասենք կոռեկտ չէ գործընկերների աշխատանքի վերաբերյալ գնահատական տալը, բայց երեք աղմկահարույց միջադեպը Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած, դրան նախորդել են այլ դրվագներ մարդիկ են կյանքից զրկվում եւ ըստ էության իրավապահները բնակիչները մեծ զրույցում նշում են ինչքան ոստիկանների թիվը ավելանում է, այնքան նման միջադեպերի թիվն է ավելանում։ Դուք գոհ եք իրավապահների աշխատանքից կամ տարվող աշխատանքներից, թե դուք բացատրական աշխատանքներից։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առերևույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում դարձյալ, թե անհամաչափուժի կիրառում իրավունքների մասին է, տեսեք, օրը ցերեկով տեղի են ունենում նման գրակոչներ եւ այդ տեղի բնակչության, այդտեղ երեխաներից սկսած բոլոր իրավունքները խախտում են, որովհետեւ ոչ մեկ երաշխավորված գրակոչներից մեկ իրենց չէր ասում։ Հիմա այս առումով արդյոք չի թերացել իրավական համակարգը, գուցե մենակ խախտումների մասին է արձանագրում, բայց գուցե կարելի է նաև կամ քիչ գործողություններ իրականացնել։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում եւ բնականաբար դրա մասին թե դուք եք խոսում, թե ես, թե բոլորս ենք խոսում։ Հիմա որպես քաղաքացի ես կարող եմ ինչ-որ մտքեր արտահայտել, բայց իմ լիազորությունների շրջանակներում գնահատական ներկայացնել կանխարգելիչ միջոցառումների հետ կապված չեմ կարող։ Այն, որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է, որ կան խնդիրներ, այսինքն բավարար չի բոլորիս կատարած աշխատանքը, որովհետեւ օրինակ այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, ինքը միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացման, այսինքն հիմա հարցի երևույթի մասին կարող եմ շատ երկար խոսել, բայց այն, որ դրա հետ կապված պայքար պետք է մղել ընդ որում ոչ թե միայն իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակներում, այլ յուրաքանչյուրս նաև մեր դերակատարությունը ու գործառույթը նկատի ունենալով միանշանակ է։